Մեր կաթողիկոսները դարեր շարունակ ամբասիր ծառայություն են մատուցել Հայաստանը նվաճած, հայ ազգին ստրկական վիճակի հասցրած տարբեր տիրակալների։ Պոլսո պատրիարք, որ հետո դարձավ ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ IV օրինակ, երբ դեռ Պոլսո պատրիարք էր, իր ամբասիր ծառայությունների համար սուլթանին պարգևատրվեց օրինակ սուլթան Աբդուլ Ազիզի կողմից 1861 թվականին պարգևատրվեց շքանշանով, սուլթանական շքանշանով, որի վրա պատկերված էր կիսալուսինը։ Նրանք, ովքեր վարժ են և առհասարակ կիսալուսինը պատկերացնում են մզկիթների կամ մինարեների գագաթին, գմբեթի ծայրին, սխալվում են։ Պիտի հաշտվենք այն իրականության հետ, որ կիսալուսինը շատ հաճախ զարդարել է ամենայն հայոց կաթողիկոսների կամ պատրիարքների, հոգևոր առաջնորդների կուրծքը իրենց ամբասիր ծառայության համար։ Իդեպ այդ նույն շքանշանից Հովհաննես Այվազովսկին, մեր մեծանուն ծովանկարիչը, երբ որ շքան ստացել էր նույն Աբդուլազիզ սուլթանից, այդ շքանշանը կախ էր տվել իր Ռեքս անունով շան վզից և շրջում էր հասարակական վայրերում։ Նույն կաթողիկոսը, նույն Գևորգ IV, երբ որ արդեն եղավ 1866 թվականին ձեռնադրվեց կաթողիկոս, ընդամենը մի քանի տարի անց, այս անգամ արդեն ցարական ցարի կողմից 1871 թվականին պարգևատրվեց օրինակ Ալեքսանդր Նևսկու շքանշանով։ Հետաքրքիր է, չէ՞, Օսմանյան տիրապետության տակ Պոլսո պատրիարքը պարգևներ էր ստանում իր ծառայությունների համար, սուլթաններ վարձահատույց լինում, երբ որ կաթողիկոս էր, նույնպիսի համանման ծառայությունների համար վարձահատույց էր լինում ցարը։ Ես կարծում եմ, շատ միամիտ պետք է լինենք, ավելին, տխմար պետք է լինենք կարծելու համար, թե այդ շքանշանները սուլթաններից կամ ցարերից, օրինակ Գևորգ IV-ին տվյալ պարագայում, տրվում էին սեփական հոտին ծառայելու համար։ Դրանք տրվում էին սեփական հոտին կեղեքելու, սեփական հոտը կախվածության, ճնշված ստրկական վիճակի մեջ, կայուն ստրկական վիճակի մեջ ապահովելու և նման ծառայությունների համար, սա ինքնին հասկանալի է։